հարգելի գործընկերներ, 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման առիթով եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 տարվա ցուցանիշից ավել է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավել է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է այսպիսով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն ավելացել է շուրջ 135%։ Մենք նախ բյուջեին ավելացրել ենք եւս մեկ նման ճշգրիտ 2017 թվականի բյուջե եւ նաեւ դրան գումարվել է եւս 35%։ Սա կարծում եմ, որ շատ կարևոր եւ էական ցուցանիշ է եւ այս ցուցանիշի համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաեւ հսկիչ դրամարկային կտրոն պահանջող եւ դուրս գրող բոլոր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, որովհետեւ ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է եւ մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ։ Նաեւ հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը եւս էականորեն աճել են եւ ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ կրկին կրկնապատկվել է, այսինքն աճել է շուրջ ավելի քան կրկնապատկվել է, 120%-ով աճել է եւ առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը եւ ըստ էության 464.2 միլիարդ դրամով կամ ավելի քան 2.9 անգամ, այսինքն 190%-ով կապիտալ ծախսերը աճել են, սա կարծում եմ առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք եւ որոնցով հպարտանում ենք, եւ նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը ներառյալ սուբվենցիաների մասը 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3.5 անգամ։ Սա շատ կարևոր ցուցանիշներ են, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ պետական բյուջեի ցուցանիշները այսպիսին են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար